Քեզանից հետո սերիալն այս օրերին կարելի է անվանել ամենաքննարկվող, ամենադիտված նախագծերից մեկը։ Ամեն նոր սերիա նոր ռեկորդներ, հազարավոր դիտումներ ու մեկնաբանություններ, որոնք վկայում են մեկ բանի մասին։ Հեռուստադիտողները պարզապես սիրահարված են այս պատմությանը, թերևս սա այն եզակի նախագծերից է, որտեղ ամեն ինչ հավասարակշռված է, սցենարը խոր է և հուզիչ, դերասանական խաղը անկեղծ ու բնական, տեսարանները շքեղ ու գեղագիտական, իսկ երաժշտությունը ճիշտ ընտրված ու զգացմունքային։ Ամեն վայրկյան մտածված է այնպես, որ չկարողանաս հայացքդ կտրել էկրաններից։ Սերիալի գործողություններն ընթանում են Ամերիկայում, որտեղ երեք ընկերների ճակատագրերը խառնվել են սիրո, ցավի, հույսի և վտանգի թելերով։ Սակայն պատմության ամենազգացմունքային առանցքը անկասկած Էվան է։ Նա դեռ երիտասարդ է, բայց ծանր հիվանդություն ունի։ Բժիշկները խոսում են սրտի հիվանդության մասին, որը, սակայն, ցավոք բուժում չունի։ Այդ պատճառով էլ հատկապես եղբայրը ամեն ինչ անում է, որ Էվան վայելի յուրաքանչյուր վայրկյանը։ Իհարկե, նրանք երբեմն ունենում են վեճեր, բայց դե հասկանալի է։ Էվայի եղբայրը Էդգարը չի հանձնվում։ Նա գտնում է Գերմանիայում հայտնի բժիշկ, ով պատրաստ է Էվային ընդունելու։ Այդ լուրը թվում է հույսի շող, բայց Էվան կարծես այլ որոշում է կայացրել։ Նա չի ուզում իր վերջին օրերն անցկացնել հիվանդանոցներում ու անորոշ սպասումներով։ Նրա համար ամենակարևորն է ապրել, սիրել և զգալ կյանքը ինչպես որ կա։ Իսկ նրա կողքին է Ռոբը, այն մարդն, ով իր սիրով կարողացավ լույս բերել Էվայի մարող աշխարհ։ Նրանց պատմությունը ոչ միայն սիրո, այլ նաև ներսի պայքարի պատմություն է։ Էվան վերջապես պատմում է հորն այն ամենն, ինչ Ռոբը արել է։ Ինչպես է նա օգնել, ինչպես է խախտել օրենքը։ Հայրը լուռ լսում է։ Բնականաբար նա ջղայնացած է, քանի որ խոսքը այն ոսկիների մասին է, որը նրանցից գողացել են։ Հայրը շատ լավ տեսնում է, որ աղջիկն իսկապես սիրում է ու ցանկացած քայլ նրա համար կբերի վատ հետևանքների, և այդ է պատճառը, որ նա ուղղակի լռում է։ Բայց ամեն ինչ այնքան էլ հանգիստ չէ, որքան թվում է։ Էդգարը, Էվայի եղբայրը, կարծեք թե սկսել է կասկածել։ Նա ուսումնասիրելու է մանրամասնել, փորձում է գտնել գողացված ոսկիների հետքը և կամաց-կամաց մոտենում է ճշմարտությանը։ Իսկ ճշմարտությունը կարող է ոչ միայն փոխել նրա վերաբերմունքը Ռոբի հանդեպ, այլ նաև ցնցել ամբողջ ընտանիքը։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը սկսում է ավելի դրամատիկ դառնալ։ Որքան մոտ է Էդգարը բացահայտման, այնքան մեծ է վտանգը, որ նա իմանալու է Ռոբն ու նրա ընկերներն են եղել այն մարդիկ, որոնք թալանել են իրենց հոր խանութը։ Իսկ այդ պահին Էվան իր հիվանդության և սիրո միջև կկանգնի ամենադժվար ընտրության առաջ։ Հեռուստադիտողները գրեթե միաձայն ասում են ամենահետաքրքիրն ու ամենաուժեղ պահերը դեռ առջևում են։ Սերիալը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր սերիա ավարտվում է նոր հանելուկով, որը ստիպում է սպասել հաջորդին։ Ասում են առաջիկա սերիաներում կտեսնենք, թե ինչպես է Էդգարը հայտնաբերում առաջին ապացույցները Ռոբի և նրա ընկերների անցյալի մասին, իսկ Ռոբը ստիպված է լինելու ընտրել փախչել, թե մնալ և պայքարել ոչ միայն Էվայի սիրո, այլև իր հոգու փրկության համար։ Հենց այդ պատճառով էլ Քեզանից հետոն այսօր համարվում է ամենառեյթինգային հայկական սերիալներից մեկը՝ մի պատմություն սիրո, մաքարման և մարդկային արժեքների մասին, որտեղ ամեն դրվագը մի փոքրիկ կինո է՝ լի հույզերով ու կյանքով։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալ է սպասվում, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելու ձեր հնարավորությունը։ Միացեք մեր ալիքին նաև, որպեսզի տեղեկանաք առաջինը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ դերասանուհի Անի Երանյանը ոչ միայն հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին է, այլ նաև հեռուստասերիալի պրոդյուսերը։
Եվ նա ամեն անգամ Instagram-ի իր էջում հրապարակում է հետաքրքիր պատմություններ, տեսանյութեր հեռուստասերիալի մասին, ինչպես են անցել նկարահանումները, ինչպես են մոնտաժվել վերջին սերիաները և ինչ սպասեն հեռուստադիտողները վերջին սերիաներում։ Նշենք, որ ամենահետաքրքիր սերիաներն են դեռ առջևում, այնպես որ բաց չթողնեք ոչ մի սերիա, քանի որ շատ քիչ է մնացել։